Հարգելի հետևորդներ, քիչ հետո Բաղրամյան 26 կայացելի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը այդ առնչությամբ Բաղրամյան պողոտայում ուժեղացված ռեժիմ է սահմանված եւ տեսեք այստեղ Պողոտայից այգում հավաքվել են տարբեր մարդիկ, ահա անհետ կորածների հարազատներն են, մյուս հատվածում պահանջում են գերիների վերադարձ, քաղբանտարկյալների հարցն է, պաստառներ եմ տեսնում, տարբեր հարցերով մարդիկ եկել են ճաղերից այս կողմ իրենց ձայնը լսելի դարձնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին, իսկ Բաղրամյան 26-ի մոտ արդեն կարմիր գորգը փռված է։ Ինչ հարցեր են քննարկելու Վենսի այցի շրջանակներում, ինչ հարցեր են քննարկվելու, դժվար է ասել, որովհետև հրապարակային որևէ օրակարգ չկա։ Միայն այստեղ պահանջներ կայացնող մարդիկ ևս այգու մեջ են, չթույլատրվեց որևէ մեկին գոնե մայթի վրա կանգներ ու իր հրապարակային բողոքը լսելի դարձներ, դրա համար ստիպված իրենց բողոքը արտահայտում են այսպես այգու մեջ։ Իրականում ինչ է քննարկվելու, տեսեք, տարբեր խնդիրներով մարդիկ են, մասնավորապես պայթյունից տուժած ծնողներ, պայթյունից տուժած եւ անհետ կորածների ծնողներ, անհետ կորածների ծնողներ, արտաշիրիմում պահանջող ծնողներ այստեղ կան եւ որքանով այս մարդկանց ձայնը լսելի կլինի, դժվար է ասել, որքանով հասկանալի կլինի, դժվար է ասել, բայց Հայաստանում հումանիտար հարցերը չեն լուծվում, հումանիտար հարցերի լուծման ճգնաժամ է, հենց դրա համար այսօր տարբեր տեղերում տարբեր ակցիաներ իրականացվեց, համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը առավոտյան ակցիա իրականացրեցին դեսպանատան մոտ, հումանիտար հարցերի կոնկրետ փաթեթ ներկայացվեց, եւ նամակը էլեկտրոնային հասցեով ուղարկվել է փոխնախագահ Վենսին եւ Միացյալ Նահանգներին։ Ինչու են հավաքվել այստեղ, որովհետև վստահ չեմ, որ հումանիտար հարցերը կդառնա օրակարգի մաս եւ այդ հարցերի շուրջ որևէ քննարկում կիրականացվի։
Այս պահին այսքանը կմիանամ, երբ արդեն հնարավորություն կլինի ներկայացնելու այստեղ տիրող իրավիճակը Վենսի այցի պահին։